Ասիական զարգացման բանկը հաջորդ տարվա համար 2%-անոց տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար։ Այս մասին Ասիական զարգացման բանկի Հայաստանի հետ համագործակցության 11-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը։ Նրա խոսքերով այս տարվա համեմատ հաջորդ տարի տնտեսական քայքայում չի սպասվում, այլ կանխատեսվում է, որ տնտեսությունը կունենա նույն ցուցանիշներն, ինչ այս տարի։ Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան մենք կանխատեսում էինք։ Մտահոգությունները դեռ գոյություն ունեն տրանսֆերտների, օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատում եւ այլն, բայց եղել են նաեւ դրական փոփոխություններ, մասնավորապես այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կտրուկ աճ է գրանցվել։ Միգուցե պատճառը բախտն է եղել, որ բարենպաստ եղանակ է եղել, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի։ Ասիական զարգացման բանկն Հայաստանին արդեն տրամադրել է մոտ $1 միլիարդ վարկ հանրային եւ մասնավոր հատվածներում ծրագրեր իրականացնելու համար։ Հանրային հատվածում իրականացվող առանցքային ծրագրերից է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։ Մայրուղու շինարարության համար արդեն տրամադրվել է 1.2 միլիարդ վարկ։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը փաստում է, այն հանգամանքը, որ պետությունը մեծ չափով տույժ տուգանքներ է վճարում ստանձնած աշխատանքները ժամանակին չկատարելու համար, վկայում է նրա մասին, որ ներկայացված ծրագիրն ու դրա կատարողականը հեռու են իրատեսական լինելուց։ Այստեղ ընդհանրապես Հյուսիս-Հարավ ծրագրի նպատակահարմարությունն է։ Եթե դու ունես համար առաջի խնդիր դա որպես, դա հասկանալի կլինի, որտեղ շինարարությունը այլ հավասար պայմաններում ճանապարհների որակը կարևոր է, բայց արդյոք դա ավելի կարևոր է, քան սոցիալական օրինակ բարեկեցության կամ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Չէ՞ որ էլի ճանապարհը կա, ճանապարհով մենք փորձում ենք ինչ-որ մի որոշակիորեն արդյունավետություն բարձրացնել, ավելի նվազեցնել ժամանակահատվածը, որը ի դեպ այդքան էլ շատ չի, Հայաստանը փոքր երկիր է։ Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի պետական պարկն առաջին անգամ հատել է $5 միլիարդ սահմանը եւ գերազանցում է համախառն ներքին արդյունքի 50%-ը, տնտեսագետը նշեց, պարտքերը մեծամասամբ վերցվում են վերացնելու տնտեսական խոչընդոտները, սակայն միևնույն ժամանակ նկատում է, երբ 2.5% տնտեսական աճը պայմանավորվում է գյուղատնտեսության աճով, ապա տնտեսական խոչընդոտների վերացման մասին խոսք գնալ չի կարող։ Ընդհանրապես մեր վարկերի պորտֆելի մեջ ես կուզենայի նշել, որ աշճանաբար արտոնյալ վարկերը գնալով ավելի ցածր տեսակարգշիռ են ստանձնում եւ որն ամենակարևորն է, ընդհանրապես մենք չունենք վարկային արդյունավետությամբ պայմանավորված որևէ գնահատականներ։ Ասեմ ինչի, որովհետեւ նայեք, մենք լինելով զարգացող երկիր եւ չօգտագործելով կամ մեծ հաշվով ունենալով պոտենցիալ զարգացման ավելի մեծ թափի, ավելի մեծ չափով, մենք վարկը վերցնում ենք եւ լավագույն դեպքում, նույնիսկ եթե ընդունենք, որ այդ նկարած 3.5% աճը կա, կարողանում ենք ընդհանուր աշխարհի միջին մակարդակով զարգացում ապահովել։ Այսինքն մենք չենք կարողանում ավելի մրցակցային առավելությունները մեր օգտագործենք։ Մանուկյանի դիտարկմամբ վարկերի մեծ մասն ուղղված է շինարարության ոլորտին, որտեղ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են եւ անարդյունավետությունը։ Փոխանակ նոր տեխնոլոգիաների ինչ-որ մի արտադրություն հիմնենք, մենք վերցնում ենք մի բան, որը ենթադրում է շինարարություն եւ որը ակնհայտ է նաեւ ինչ-որտեղ վերադարձվելու է այդ պետական պաշտոնյաներին, փոխկապակցված ընկերություններից գնումների տեսքով եւ այլն։ Արտուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։